Նոյեմբերի 18-ին Մոսկվայի ժամանակով ժամը 14:31-ին Կիևի ռեժիմը փորձել է հրթիռային հարված հասցնել Ռուսաստանի Դաշնության տարածքի խորքում գտնվող քաղաքացիական օբյեկտներին, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ 2025 թվականի նոյեմբերի 18-ին Մոսկվայի ժամանակով ժամը 14:31-ին Կիևի ռեժիմը փորձել է հրթիռային հարված հասցնել Ռուսաստանի Դաշնության տարածքի խորքում գտնվող քաղաքացիական թիրախներին, ասվում է հայտարարության մեջ։ Ուկրաինական Զերկալո Նեդելի թերթի փոխանցման Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Թուրքիա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկովի հետ։ Ժամանել է նաև Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, ով նույնպես անցյալ շաբաթ բանակցություններ է վարել Թուրքիայում, սակայն ըստ լրատվամիջոցների տեղեկությունների ավելի ուշ մեկնել է Միացյալ Նահանգներ։ Ռադայի падգամավոր Յարոսլավ Ժելեզնյակի խոսքով Երմակը կարող է պաշտոնանկարվել նոյեմբերի 20-ին։ Ումերովը նոյեմբերի 10-ին կոռուպցիոն սկանդալի բռնկումից ի վեր գտնվում է արտերկրում։ Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ մեկնում է Թուրքիա բանակցությունները ինտենսիվացնելու համար։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպումը ներառված է Թուրքիայի նախագահի պաշտոնական օրակարգում։ Էրդողանի գրասենյակը իր կայքում հայտարարել է, որ երկկողմ բանակցությունները կսկսվեն Մոսկվայի ժամանակով ժամը 16:05-ին Անկարայի նախագահական համալիրում։ Ըստ ժամանակացույցի բանակցությունները կտևեն 55 րոպե, որից հետո կողմերը կանցնեն աշխատանքային ընթրիքի։ Մամուլի ասուլիսը նախատեսված է մոտավորապես ժամը 18:00-ին, սակայն ըստ հաստատված պրակտիկայի միջոցառման ժամը կարող է զգալիորեն տեղափոխվել։ Երեքշաբթի օրը նոյեմբերի 17-ին Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթին Տուրանը հայտարարեց, որ Զելենսկու հետ իր շփումների ընթացքում կքննարկվեն երկկողմ հարցեր, ինչպես նաև Ուկրաինայում հակամարտությունը, հրադադարի հաստատման եւ երկարաժամկետ լուծման հասնելու հետ կապված հարցեր, մասնավորապես Ստամբուլի գործընթացը։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շուտով կհյուրընկալի Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ասսիսիին, հաղորդում է Բելտան։ Շնորհակալություն եմ հայտնում Բելարուսի Հանրապետություն այցելելու հրավերն ընդունելու համար։ Անհամբեր սպասում եմ ձեզ հետ շուտով հանդիպմանը եւ վստահ եմ, որ դա նոր խթան կհաղորդի երկկողմ համագործակցությանը եւ երկու երկրների շահերին ծառայող համատեղ նախագծերի իրականացմանը, ասել է Բելարուսի ղեկավարը, շնորհավորելով իր եգիպտացի գործընկերոջը ծննդյան օրվա կապակցությամբ։ Լուկաշենկոն նշել է Եգիպտոսի նախագահի անձնական ներդրումը տարածաշրջանային կայունության ամրապնդման եւ Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի բարդ ճգնաժամերի դիվանագիտական լուծումների հասնելու գործում։ Նա նաև ընդգծել է, որ Բելարուսա-եգիպտական հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխադարձ վստահության եւ բարեկամության հիման վրա։ Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է, որ Եվրամիության Չինաստանի վրա ճնշում գործադրելու կարողությունը ուկրաինական հակամարտության հարցում նրա դիրքորոշման համար սահմանափակ է։ Նոյեմբերի 18-ին Բլումբերգի միջոցառման ժամանակ ելույթ ունենալով Կալասը բացատրեց, որ Եվրամիության հետ իր խորը տնտեսական կապերը հաշվի առնելով Պեկինը կարող է վնասել Եվրամիության երկրներին պատժամիջոցներին ի պատասխան։ Չինաստանը շատ խելացի է վարվում իր աշխարհաքաղաքական ազդեցությունը մեծացնելու հարցում, նշել է նա։ Ավելի վաղ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Սյակունը հայտարարել է, որ Չինաստանը հանձնառու է ուկրաինական ճգնաժամի ավարտին եւ կառուցողական դեր կխաղա դրա քաղաքական կարգավորման խթանման գործում։